բողոքես, ապա միայն ինքդ քեզնից ու քո առաջ, թե տրտնջասուլած լինես, ապա միայն Աստծո առաջ, թե գովերքես, ապա միայն արժանին ու ճիշտ այնքան, որքան ունի արժանիքներ, մարդկանց երբեք չփնովես ու չդատես, հիշիր, անգամ դատավորն է դատապարտվում, եթե փորձես հանդիմանել ու խրատել, ապա ծածուկ, այլ ոչ մարդկանց ներկայությամբ, բայց նախապես լսելով ու հասկանալով, ոչ թե սխալ դատողությամբ, բարձրանալուց չմոռանաս ու չանտեսես, մարդկանց հետդ վեր կհանես, գլորվելուց չզայրանաս ու չանիծես, մարդկանց քո հետ ցած չքաշես, ամբողջ հոգով հարգիր նրան, ով պատվում է առանց շահի, մի մոռացիր, մարդուկներն են ձեռքը սեղմում շահամոլի, մի բորբոքվիր ու մի վիճիր, եթե անգամ գիտես ճիշտ ես, քո խոսքն ասա ու լուր անցիր, ախր գիտես, որ սխալ չես, բոլորի հետ անկեղծ եղիր, բայց մեկի հետ անկեղծացիր, քեզ մի մոմն էլ բավական է, որ խավարը լուսավորես, լրիր այնտեղ, որտեղ քեզնից մեծն է խոսում, խոսիր այնտեղ, որտեղ խոսքդ չի անտեսվում, բայց մի կանգնիր ու մի լսիր, ոչ էլ խոսիր, այլ հեռացիր, որտեղից որ բամբասանքի ձայն է լսվում, աղավնու պես խաղաղ եղիր, արծվի նման հեռուն նայիր, ու ճիշտ այդքան հեռու մնա օձանման տականքներից, եթե ուրիշ հնար չկա, օձը բռնիր միայն գլխից, ու վերջապես մի վստահիր ամեն օտար հարազատին, հիմար մարդն է միայն նստում, դեռ հերիք չէ, հետն էլ փռվում, ոտքը կոտրած նստարանին։